Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Կնշվի Արևմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-ամյակը, Ֆրանսա, Արցախ, չեղարկված և պահպանված բարեկամության խարդյաներու քիչ ծանոթ պատմությունը։ Լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 120-րդ թիվը։ Տիգրանագերդի մեջ հայկական ներկայացումը բեմադրված է։ Անի Գամուրջ 2028-ի այցելություն և 300,000 փախստական։ Պատմական նամակը հայ քաղաքականներու Լիբանան տեղափոխության մասին։ Ով կսկա ինքզինք ինչպես տան մեջ Աշոտ Հարությունյան։ Վարարակնի վերածնունդը յուրահատուկ հոգևոր կարևոր հենագետ մգրնաթարնալ Արցախի մեր հայրենագիտներուն համար։ Արժանտինի և Արևմտյան Հայաստանի միջև թիվանագիտական հարաբերություններու 106 ամյակը։ Մայիս 9-ին տեղի պիտի ունենա Արևմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման 10-ամյակին նվիրված առցանց հանդիսավոր հանդիպումը։ Միջոցառումը կազմակերպված է Արևմտյան Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ ֆրանսերեն և հայերեն լեզուներով։ Մասնակիցները հնարավորություն պիտի ունենան քննարկելու Սահմանադրության պատմական նշանակությունը, ազգային ինքնության պահպանման հարցեր և Արևմտյան Հայաստանի պետական ու իրավական գաղափարախոսության զարգացման ուղիները։ Միջոցառումը նպատակ ունի ոչ միայն անդրադառնալ Սահմանադրության ընդունման տարեդարձին, այլև ներկայացնել անոր միջազգային և քաղաքական նշանակությունը հայ ժողովրդի իրավունքներու պաշտպանության համաձայնին մեջ։ Հանդիպման կարելի է միանալ առցանց հեռարձակման միջոցով Western Armenia TV պաշտոնական հարթակի վրա նշված հղումով։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմինակ Աբրահամյան գկրե մոտ 15 տարի ֆրանսական տարբեր համայնքներ և քաղաքներ պաշտոնական կապեր հաստատած էին Արցախի քաղաքներուն հետ։ Այս համաձայնագիրները, որոնք հիմնականին մեջ կգոչվեին բարեկամության խարդյաներ, ունեին առավելաբար խորհրդանշական, մշակութային և մարդասիրական նշանակություն։ Սակայն 2019-ին սկսյալ ֆրանսական պետությունը լայնածավալ իրավական գործընթաց մսկսավ այս տեղական նախաձեռնություններուն դեմ։ Վարչական դատարաններու որոշումներով շարք խարդյաներ չհարգվեցան, հիմնվելով Ֆրանսիայի արտաքին քաղաքականության և Արցախի հակամարտության հարցով չեզոքություն պահպանելու պարտավորության վրա։ Այս շրջանը շրջադարձային դարձավ Ֆրանսիայի տեղական կառույցներուն և Արցախի հարաբերություններուն պատմության մեջ, սակայն իրավական որոշումներու արտաքին համահունչության ետին ծագեցավ կարևոր հարցը, ինչու որոշ խարդյաներ թիրախավորվեցան և չհարգվեցան, մինչդեռ այլ կապեր պահպանվեցան կամ հանդուրժվեցան։ Առաջին խարդյաները կազմավորվեցան 2000-ական թվականներուն և հատկապես աշխուժացան 2010-ին ետք Ֆրանսա-Արցախ բարեկամության շրջանագի նախաձեռնությամբ։ Հռչակված նպատակներն էին խթանել մշակութային փոխանակումները, աջակցել տեղական բնակչության, իրականացնել կրթական և մարդասիրական ծրագիրներ և հաղթահարել Արցախի միջազգային մեկուսացումը։ Այս խարդյաները չէին նշանակեր Արցախի Հանրապետության պաշտոնական դիվանագիտական ճանաչում, սակայն ունեին մեծ խորհրդանշական նշանակություն։ 2017 թվականին Ֆրանսա-Արցախ բարեկամության շրջանակը արդեն կխոսեր ֆրանսական և արցախյան համայնքներու միջև 9-րդ բարեկամության խարդյայի գոյության մասին։ Շրջադարձը տեղի ունեցավ 2019 թվականին։ Նահանգապետարաններու թիմումներով, որոնք գործած էին պետական քաղաքականության ձիրին մեջ, շարք գործեր ներկայացվեցան վարչական դատարաններ։ Դատարանները հիմնվեցան քանի սկզբունքներու վրա։ Տեղական ինքնակառավարման մարմինները չեն կրնար վարել անկախ արտաքին քաղաքականություն, Ֆրանսան չի ճանչնար Արցախը, և Ֆրանսան որպես ԵՀԿ Մինսկի խումբի համանախագահ պարտավոր է պահպանել չեզոքություն։ Սակայն ոչ բոլոր կապերը անհետացան։ Այստեղ է, որ հարցը կդառնա քաղաքական աբեսսկային։ Չնայած պաշտոնական չեղարկումներուն, շարք քաղաքապետարաններ շարունակեցին պահպանել մարդկային, մշակութային կամ հասարակական կապերը Արցախի բնակչության հետ։ Որոշ հարաբերություններ պարզապես ապաքաղաքականացվեցան կամ վերաձևակերպվեցան, իսկ որոշ նախաձեռնություններ երբեք չդարձան դատական բողոքարկման առարկա։ Այսպիսով, կրթական, մարդասիրական և մշակութային որոշ համագործակցություններ շարունակեցին գոյություն ունենալ ոչ պաշտոնական կամ հասարակական մակարդակի վրա։ Հարգելի հայրենագիտներուն ամբողջությամբ կարելի է կարդալ մեր պաշտոնական կայքեն։ Լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 120-րդ թիվը, որուն շապիկին պատկերված է Ձովինար Տիցուհին։ Ձովինարը հայկական դիցաբանության ջուրի, ձովու և անձրևի տիցուհին է։ Ան կհամարվի կյանքի, բտղաբերության և բնության ուժերու խորհրդանիշներեն մեկը։ Հայկական ժողովրդական ավանդություններուն մեջ Ձովինարը հատկապես ծանոթ է Սասունցի Դավիթ էպոսեն, ուր ան կներկայացվի որպես Սանասարի և Բաղդասարի մայրը։ Ըստ ավանդության, ան կհղիանա գախարտական ջուր խմելի հետք, ինչ որ զին կգաբե ջուրի աստվածային ուժին և կյանքի ծագման գաղափարին հետ։ Ձովինարի գերբարը նաև կխորհրդանշե մայրական ուժը, իմաստություն և ժողովրդի շարունակական
քաղաքականությունը։ Western Armenia շաբաթաթերթը նպատակ ունի լուսաբանելու Արևմտյան Հայաստանի հայ ժողովրդի անոր մշակույթի եւ պատմության կարեւորագույն հարցերը։ Շաբաթաթերթը մշտապես կներկայացնի պատմական, քաղաքական եւ մշակութային նյութեր, որոնք կշեշտեն հայ ժողովրդի իրավունքներն ու ժառանգությունը Արևմտյան Հայաստանի մեջ։ Շաբաթաթերթը հասանելի է հայերեն, թուրքերեն, անգլերեն եւ ֆրանսերեն տարբերակներով։ Դիկրանագերդի քաղաքապետարանին կողմէ կազմակերպված ամեդի 11-րդ միջազգային թատերական փառատոնի ձիրին մեջ հայերենով բեմադրված է Ալեքսանդր Շիրվանզադեի արտիստը պատմվածքին հիման վրա գրված ներկայացումը։ Հայերենով բեմադրությունը ներկայացված է քրդերեն, անգլերեն եւ թուրքերեն ենթագրերով։ Արտիստը մեծ խանդավառությամբ ընդունված է հանդիսադեսին կողմէ։ Անմեծակույն հետաքրքրությամբ դիտված է թե Դիկրանագերդի հայ համայնքի ներկայացուցիչներուն, թե փառատոնի մասնակից թատերակիրներուն եւ դիարբեկիրցի քյուրդերուն կողմէ։ Երևանի մեջ կայացած Եվրոպական քաղաքական համայնքի վեհաժողովը, որ իբր թիվանակետական հաղթանակ ներկայացվեր, ցույց տվավ, թե երկիրը կշարժի դեպի Ադրբեջանի աստեցության կոդի։ Արևելյան Հայաստանի եւ թուրքական կողմի միջև ստորագրված անի գամուրջի վերականգնման արձանագրություն Մեդաքսի ճանապարհի համատեքստով, ինչ որ գտիտվի իբր սահմանային վերահսկողության թույլատում։ Նիկոլ Փաշինյան առանց հակադարձելու Իլհամ Ալիևի դիրքորոշումներուն հայտարարած է նաև Բաքու այցելության պատրաստակամության մասին, ինչ որ հարցականի դա կտնե պետական դիրքորոշումը։ Միաժամանակ կգրտնվի, թե Արևմտյան Ադրբեջանի հարցը օրակարգին մեջ է, մինչդեռ կխոսվի 300,000 փախստականներու վերաբնակեցման մասին հայկական տարածքներուն մեջ, ինչ որ կներկայացվի իբր ժողովրդական ճնշում։ Այս գործընթացները որոշ շրջանակներ կբնութագրեն իբր օսմանականացում դարդաշրջանային արագացող աստեցության պայմաններուն մեջ։ Հարցերը կմնան բաց, ով պիտի վերահսկե հաջորդ գործընթացները եւ երբ հասարակությունը պիտի արձագանքե այս արկածումներուն։ 1921 թվականի դեկտեմբեր 15-ին գրված նամակը Մեսրոպ Վարդապետ Քեշիշյանին ուղված Պողոս Վարդապետ Արիսին այսօր կհամարվի կարևոր պատմական վկայություն, որ կբացահայտե Գիլիկիո հայության դեղահանության եւ Լիբանանի մեջ անոնց ընդունման մանրամասները ֆրանսական մանդատի դարիներուն։ Նամակը գրված Բեյրութեն Փարիզ կնկարագրե քաղաքականներու ցաներ վիճակը եւ անոնց արժեվ ծառացած դժվարությունները։ Քեշիշյան կնշե, որ սկզբնական շրջանին Բեյրութը, Հաֆան եւ Կիպրոսը պատրաստ չէին ընդունելու քաղաքականները, սակայն ֆրանսական տեղական իշխանություններու միջամտությամբ կարելի եղած է կազմակերպել շուրջ 15,000 հայերու եւ Ադանայի որբանոցներու երեխաներու տեղափոխությունը դեպի Լիբանան բնակարանով եւ աշխատանքով ապահովման խոստումով։ Նամակին մեջ կներկայացվի նաև Բեյթ Խաշբոյի վանքին մեջ հայ որբերու տեղավորման որոշումը, ինչպես նաև եկեղեցական եւ գրթական նախաձեռնություններու ծրագիրը, ներառյալ եկեղեցաբատական շենքերու մեջ աղջկանց դպրոց հիմնելու գաղափարը։ Քեշիշյան կշեշտե նաև այս տեղափոխության քաղաքական նշանակությունը, նշելով, որ Լիբանանի մեջ քրիստոնյա բնակչության աճը կրնար աստեցություն ունենալ երկրի ապագա քաղաքական հավասարակշռության վրա։ Պատմաբաններու գնահատումով այս նամակը ոչ միայն անձնական գրություն է, այլ կարևոր պատմական փաստաթուղթ, որ գլուսաբանե հայ քաղաքականներու ճակատագիրը, անոնց փրկության ուղղված ջանքերը եւ հայկական համայնքային կառույցներու դերակատարությունը այդ ժամանակաշրջանին։ Վերջին օրերուն տարածված լուսանկարը, ուր Թուրքիո հատուկ ներկայացուցիչ Սերդար Կլեջը կհայտարարե, թե Հայաստանի Հանրապետության մեջ ինքնին կսկա ինչպես տունը, պետք է ընկալվի ոչ էսկացական, այլ սարը քաղաքական դիտարկումով։ Դիվանագիտություն եւ պետական ուժ։ Օդար պետության դիվանագետի նման բահվածքը արտացոլումն է իր երկրի ռազմական եւ տնտեսական գշիրին։ Ասիկա դիվանագիտական ճնշում է, որում պատասխանը պետք է ըլլա արժանապատիվ պետականություն, ոչ թե էսկացական արձագանքներ։ Եթե հայ Պաշտոնյանը Ստեփանագերդի մեջ եկեղեցի քանդումը գտիտե իբր այլ պետության ներքին գործ, ապա նման մոտեցումը կվնասե պետական հիմքերը եւ ազգային արժանապատվությունը, անհատական քաչութենեն դեպի համագարկ։ Հայ իրականության մեջ կան քաչության օրինակներ։ Գագիկ Ինոսյանն ու Արարատի Քակաթին բարո ուխտավորները, որոնք կհաստատեն հայրենիքի հետ խոր գաբը։ Սակայն որբեսի հայ դիվանագետը վանի մեջ կամ այլուր ըսե ես տանս մեջ եմ, անհրաժեշտ է պետական հզոր համագարկ։ Հզոր պետությունը կկառուցվի հետեւյալ ծրագրերով՝ ուժանութային անկախություն, փոխադրական միջանցեր, մշակութային պաշտպանություն, որպես եզրակացություն հայության պետք են արժանապատիվ առաջորդներ, որոնք անհատական քաջություն ու պատմական ճշմարտությունը կվերածեն պետական ուժի։ Միայն այդ բարակային աշխարհը պիտի հարգե մեր դանդիրոջ իրավունքը։ Արցախի պատմական վարարակն անունը գրող պետական երգչախումբը, որ հիմնված է 1990-ականներուն վաստակավոր արվեստագետ Նինա Գրիգորյանի կողմէ, այսօր նոր կյանք կստանա Երևանի մեջ, շարունակելով պահպանել արցախյան մշակույթի ոգին։ 1998 թվականին պետական կարգավիճակ ստացած վարարակն երկար տարիներ եղած է Արցախի մշակութային կյանքի կարևոր կեդրոններեն մեկը։ Երգչախումբը հանդես եկած է բազմաթիվ համերգներով Արցախ, Հայաստան եւ արտերկիր։
Արցախի հայաթափումեն ետք, ինչպես բազմաթիվ մշակութային կառույցներ, վարարակն ևս կանգնած էր գազալուծման վտանգին առջև, սակայն բարերար և դիալոգ հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահի աջակցությամբ կարելի եղավ վերագազմավորել երգչախումբը և շարունակել անոր գործունեությունը։ Վերածնված վարարակնի առաջին համերգը Երևանի մեջ տեղի ունեցավ 2026 թվականի փետրվար 5-ին Հովարեկ Սարեր ջան խորագրով, իսկ մայիս 6-ին Արամ Խաչատուրյանի դուն թանգարանին մեջ կայացավ Երևանյան երկրորդ համերգը, որ միավորած էր համաշխարհային դասական երաժշտությունը ու հայկական երաժշտական ժառանգությունը։ Համերգը դարձավ ոչ միայն երաժշտական իրադարձություն, այլ նաև արցախցիներու վերամիավորման և հիշողություններու պահպանման խորհրդանշական պահ։ Արևմտյան Հայաստանը, Թուրքահայաստանը իր առաջին ճանաչումը իբրև պետություն ստացավ Ռուսիո կողմէ 1917 թվականի դեկտեմբեր 29-ին հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանութենեն ետք։ 1919 թվականի մայիս 15-ին Բողոս Նուբարի նախագահությամբ կառավարության ձևավորումեն ետք դաշնակից տերություններու գերագույն խորհուրդը փաստաթի ջանցավ Հայաստանի Հանրապետությունը իբրև ամբողջական պետություն։ 1920 թվականի փետրվարի Լոնդոնի համաժողովեն և ապրիլի Սան Ռեմոյի համաժողովեն ետք էր, որ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը դե յուրե ճանաչում ստացավ բազմաթիվ ալիքներով, նույնիսկ 1920 թվականի օգոստոս 10-ին Սևրի դաշնակցի ստորագրումեն շատ առաջ։ Այս շրջանին է, որ Միացյալ Նահանգները ջանցան Հայաստանը 1920 թվականի մայիս 11-ին, բայց շատեր չեն գիտեր, որ Արժանտինի պետությունը Արևմտյան Հայաստանը ջանցած է իբրև ազատ և անկախ պետություն 1920 թվականի մայիս 3-ին։ Մայիս ամիսը վերածված է խորհրդանշական ամսվան, միավորելով Արժանտին ու Արևմտյան Հայաստանը իբրև երկու անկախ ժողովուրդներ, շնորհիվ արժանտինահայ համայնքի հավատարմության և կազմակերպման։ 1920 թվականի մայիս 3-ին նախագահ Իրիկոյենը ստորագրեց Հայաստանի Հանրապետությունը ջանցող պաշտոնական հրամանագիրը, զոր հաստատեց արտաքին գործոց նախարար Օնորիո Բոյերետոն, և 1920 թվականի մայիս 28-ին տոնական ցերնարդներ տեղի ունեցան մայրաքաղաքի սրտին մեջ։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմինակ Աբրահամյան Արժանտինի Հանրապետության կողմէ Արևմտյան Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչման 106-ամյակի կապակցությամբ շնորհակալություն և շնորհավորություն կհղե նախագահ Խավիեր Միլեին, անոր կառավարության, խորհրդարանին և սենատին այն ուշադրության համար, որ ցուցաբերված էր այդ համայնքին ցեղասպանութենեն վերապրածնելու հազարավոր ժառանգներու, որոնց հայրենիքն է Արևմտյան Հայաստանը։ Այս առիթով նաև կհիշատակվի Արժանտինի սենատին 1993 թվականի մայիս 5-ի բանաձևը, որով պաշտոնապես կհարգվին Արևմտյան Հայաստանի մեջ կատարված ցեղասպանության զոհերը։ Հարգելի հայրենակիցներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։